Եղբայրները եւ քույրերը եւ հավատացյալները, որոնք փոքրիկ մասն ունեն մեր համույթի, սիրով, սիրահոժար, ուզեցին տալ եւ ցեզ նույնպես բարեկալուստ մաղթել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության նախագահային այցելությունը այստեղ մեր սուրբ եկեղեցի ոչ միայն մեզ հրավիրություն դիպաչար է, այլ մեզ ավելի զորացնում է։ Ստացված եմ ինձ համար պատիվ ձեզ հետ հանդիպելու։ Ես ուզում եմ ձեզ ասել մեր հայրենով փոխանցումը, մեր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մեր վերաբերմունքը։ Անկախ նրանից որտեղ կլինենք, ինչ կլինենք, մենք հայ առաքելական եկեղեցու նվիրատներ ենք։ Եվ Հայաստանի պետությունը այսօրվա առավելևս պետությունը, որ ամեն ինչ անում է, որպեսզի իրականում որպես պետություն, պետականություն եւ հարատևենք մեր գոյությունը եւ բոլոր վտանգները չեզոքացնենք, չի կարող որևէ քայլ անի հայ առաքելական եկեղեցու դեպքում։ Դա վստահ եղեք բոլորդ։ Խոսքը իմ կողմից, խոսքը վարչապետի կողմից, ես ինչի եմ ասես վստահ նայ վարչապետի խոսքը փոխանցում, որտեղ դա ոչ թե ինքը ներքի խոսակցությունն է չի ասում, այլ բարձրացան։ Մենք այսօր բավականին որպես պետություն հետաքրքիր մի ժամանակաշրջան ենք ապրում։ 2 տարի առաջ մենք բոլորս շատ անհանգստանում էինք, որ արթնանում ենք անվտանգության խնդիրներով։ Հիմա լրիվ այլ է վիճակը։ Մենք հիմա ավելի շատ արթնանում ենք, մոռացել ենք, որ սահմանում կրակոցներ կան, մոռանում ենք, որ սահմանում բարդություններ կան։ Հիմա բոլորս զբաղված ենք թիպով, մեղրու ճանապարհի ապագայով ենք զբաղված եւ փորձում ենք հիմա այդ ինչ որ բացել գտնել այդտեղ, թեկուզ պայմանավորվածություն շատ հստակ է Միացյալ Նահանգների գլխավորությամբ, անձամբ նախագահ Թրամփի նաև նախաձեռնությամբ, գիտեք, որ տեղի ունեցել Ադրբեջան, Հայաստան եւ Միացյալ Նահանգների համաձայնագիր, որը նշանակում է, որ ճանապարհը պետք է բացվի եւ Հայաստանը հնարավորություն պետք է ունենա իր այդ պոտենցիալը այսօրվա օգտագործել։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղության լավագույն երաշխիքը բարեկամների հետ խաղաղությամբ ապրելն է եւ բարեդրացական հարաբերություններ ունենալը։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղության ապրելու համար դուք պետք է որպես երկիր, որպես տարածք նույնիսկ հետաքրքրություն ներկայացնել։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղությամբ ապրելու համար պետք է երկրի ներսում լինի ներքին հավերաշխություն։ Առաքյալի դերությունը Հայրաբեդի 4-րդ տարում Հայրաբեդի գիշերային